Պարոն Թաթոյան, Գոշավանքից մեկնարկեցիք ձեր քարոզարշավը, նախ ինչ խորհրդով եք մեկնարկում այս քարոզարշավը ու ինչ խոստումներ ունեք մարդկանց, որոնց հետևից անպայման գնալու եք։ Ամենակարևորը քարոզարշավի մեկնարկը մենք տվեցինք հենց արդարության գաղափարով, իրավունքի ու արդարության։ Մեր երկրում տարիներ շարունակ պակասել է արդարությունը, մարդկանց անընդհատ խաբել են, ընտրությունից ընտրություն եկել, խոստումներ են տվել, չեն կատարել այդ խոստումները, տարբեր պաշտոնյաներ գնացել, բիզնեսներ են դերել այդ ընթացքում, իրենց համար են մտածել, իրենց կյանքն են բարելավել, հետո նորից էլի եկել են ընտրությունների ժամանակ փորձել են մարդկանցից ձայն խնդրել։ Նույն մենք սա այնքան ենք զգում եւ այնքան հիմա հիասթափվածություն կա իհարկե ժողովրդի մեջ, բայց պետք է ամեն ինչ անենք ընթացքում էլ, որպեսզի մարդիկ իրոք հավատան, որպեսզի մենք իսկապես կարողանանք այդ հավատը, հույսը մարդկանց մեջ արթնացնենք, դա շատ կարեւոր է, որովհետեւ տեսեք այսօրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ նույնը ամեն ինչ անում են, որ մարդիկ հույսները կտրեն, ամեն ինչ անում են, որ մարդիկ զզվեն, ուղղակի չգնան ընտրության, մտածելով դե որևէ բան մեկա չի իրեն փոխել։ Եվ այսօր տեսեք ինչ են դարձրել արտաքին ուժերի միջև ընտրություն։ Արևմուտք, Ռուսաստան եւ այլն, այսինքն նախ նա ինքը Ադրբեջանի տեխնացու է, ես միանշանակ է, բայց տեսեք ինչ է դարձնում, նորից էլի վանդակ է փորձում գծել, քարակուսի դնել մեզ դրա մեջ, կամ ընտրություն անել Արևմուտքի, կամ ընտրություն անել Ռուսաստանի միջև։ Մինչդեռ մենք պետք է մտածենք առաջինը Հայաստանի մասին։ Նա այդքան մեզ եթե պարտադրում են ընտրել այս արտաքին ուժի այն արտաքին Հայաստանը, Հայաստանի շահերը, մենք չպետք է երբեք տուրք տանք դրանք եւ գիտեք անընդհատ նայենք թե այս արտաքին ուժը, այս ուժի, այս քաղաքական կուսակցության հետևը ինչ արտաքին ուժն է, չգիտեմ, Ռուսաստան ուզում է իր մարդը լինի, այն մեկները Բրյուսել ունի իրենց նախընտրությունները եւ այլն։ Սա է շատ կարեւոր, որ մենք պետք է գնանք դրա հետևից եւ իսկապես վերականգնենք մարդկանց հավատը, հույսը, դու չտանք, որպեսզի խաբեբաները շարունակեն մարդկանց խաբել։ Պարոն Թաթոյան, Դանիել Իոնիսյանը գրառում է կատարել մեջբերեմ իր գրառումից մի հատված, ասում է Արման Թաթոյանի միասնության թևերը փաստացի 2018-ին նախկին ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի գրանցած կուսակցությունն է, վերջին պահին անվանափոխել են, դարձել միասնության թևեր ու ասում է, որ անհայտ ֆինանսական աղբյուրներով PR են անում միասնության թևեր բրենդին ու չունեն կուսակցության մասին օրենքով սահմանված ֆինանսական միջոցներ ու թափանցիկության կարգը չի պահվում, ինչպես պատահել։ Մեր գործունեությունը ամբողջությամբ համապատասխանում է օրենքին, դրա հիմնավորումները, փաստարկները ամբողջությամբ կան, նրանք ոչ ճիշտ վերլուծություն են արել եւ ուսումնասիրություններ, այս քանի որ քարոզարշավի ընթացքն էր մանրամասն չեմ ասել ծանոթանալ, ինձ ասացին, որ նման ինչ որ հրապարակում կա, բայց ես ասեմ ձեզ, որ ամբողջությամբ համապատասխանում է լիարժեք օրենքի պահանջներին, թափանցիկ ամբողջությամբ եւ այս ամբողջ ընթացն էլ հենց այդպես էլ գնացել է ու գնալու է բնականաբար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։